Որդվո և հոգվույն սրբո, ամեն։ Ոչ ոք չի կարող դնել ուրիշ հիմք, քան դրված այն հիմքը, որ Հիսուս Քրիստոսն է։ Սիրելի հավատավոր ժողովուրդ, Հայրապետիս համար հոգևոր անհուն ուրախություն է։ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի հոգենորոք այս օրը Մայրաթոր Սուրբ Էջմիածնում համախմբված տեսնել ազգիս հազարավոր զավակների հայրենի մեր երկրի տարբեր շրջաններից և Սփյուռքի համայնքներից։ Հայրական սիրով ողջունում ենք ձեզ և բերում հայրապետական մեր օրհնությունն ու բարեմաղթանքները ամենքիդ։ Հավաքվել ենք Քրիստոսի էջքով նվիրագործված այս սրբավայրում վերանորոգելու սիրո ու նվիրումի մեր ուխտը առ Աստված ու հայրենին և առ Սուրբ Էջմիածինը, որը Տիրոջ նախախնամությամբ դարձավ մեր ազգի հոգևոր զարթոնքի զորությունը, մեր ինքնության դարբնոցը և նոր շունչ ու ավյուն հաղորդեց մեր ժողովրդին, մեր բազմադարյա պատմության ընթացքին։ Աստված մեզ ընդունեց իբրև ազգ սուրբ և ժողովուրդ սեփական և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետի տեսիլքով ազգիս պարգևեց Սուրբ Էջմիածինը որպես փրկության տապան և մեր հավատքի անսասան վեմ ու հիմնասյուն։ Ոչ ոք չի կարող դնել ուրիշ հիմք, քան դրված այն հիմքը, որ Հիսուս Քրիստոսինն է, ասում է Պողոս առաքյալը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը Աստուծո հետ մեր ժողովրդի հավերժական ուխտի խորհրդանիշն է, որ դրոշմված է ամեն հայի հոգում։ Սուրբ Էջմիածինը մեր հոգևոր էությունն ու ազգային դիմակիցն է, մեր սիրտն ու հոգին է, մեր անցյալն ու ներկան և մեր ապագան։ Սուրբ Էջմիածնով է միշտ միասնական մնացել մեր ժողովուրդը։ Չկա Սուրբ Էջմիածին առանց հայության և չկա հայություն առանց Սուրբ Էջմիածնի։ Ի վերաաչույն և սրբոր Էջմիածնի ամենայն ազգն հայոց կապյալկան ճշմարտապես արձանագրում է Առաքել Դավրիժեցի պատմիչը։ Սուրբ Էջմիածինը անշեջ ու լուսավոր փարոս է մեր ժողովրդի փրկության ճանապարհին։ Կաթողիկոսանից Սուրբ Էջմիածնից դարեր շարունակ հայրապետական առաջնորդություն և օրհնություն է բաշխվում համայն հայությանը։ Քրիստոսաէջ այս վայրում դարեր առաջ հայրապետական աթոռի վերահաստատումով ազգս հայոց համախմբվեց Հայաստանում և վերականգնեց իր անկախ պետականությունը։ Եղել են ժամանակներ, երբ տարբեր ուժեր ձգտել են սահմանափակել մեր եկեղեցու առաքելությունը և ենթարկեցնել իրենց շահերին։ Այդ ճանապարհը ցավալիորեն կործանարար բաժանումներ է բերել ներազգային կյանքում, բայց հավատավոր մեր ժողովուրդը ունկնդիր Տիրոջ խոսքին, թե ինքն իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է, միշտ նախանձախնդիր է եղել պահպանելու իր միասնականությունը և իսել հայրենյաց իր համախմբվածությունը։ Այսօր է նման տագնապալի օրեր ենք ապրում,
մեր երկրի բազմաթիվ հիմնախնդիրների առջև միավորման ջանքերի փոխարեն շարունակվում են հասարակությանը պառակտելու ցավալի գործողությունները։ Իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային մեր միաբանությանը, մեր երկրի ներքին կայունությանը և ուղիղ հարված հայոց պետականությանը։ Օրեր առաջ ականատես դարձանք մի նոր դատապարտելի երևույթի։ Ի պաշտպանություն Սուրբ Էջմիածնի հանդես եկող եկեղեցանվեր հայորդու ազգային բարերար Սամվել Կարապետյանի դեմ իրականացվեց անօրինական հետապնդում։ Արդարև, ատելությամբ ու թշնամանքով բարիք չի ծնվի։ Բռնաճնշումներով երբեք երկիր չի կառուցվի։ Սպառնալիքի ու վախի մթնոլորտում արդարություն ու համերաշխություն չի հաստատվի։ Սուրբ Էջմիածինը հավատարիմ հոգեփրկչական և ազգի ու պետականության զորացման իր պատմական առաքելությանը հետևողականորեն շարունակելու է պաշտպանել ազգային շահերն ու իրավունքները, անխաթար պահել մեր ժողովրդի միաբանությունը, համախմբել համայն հայությանը արիությամբ դիմագրավելու ազգային ու հայրենական կյանքի առջև ծառացած դժվարություններն ու մարտահրավերները։ Սիրելիներ, որդիական հավատարմության զգացումներով այսօր դուք որպես ուխտավոր մայրաթոր Սուրբ Էջմիածնում եք օրհնություն ստանալու տոնի առիթով դուրս բերված տերունական Սուրբ Խաչի մասունքից, Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջից, Սուրբ Գեղարդից և երկրպագության համար ձեզ մատուցված սրբություններից։ Այս սրբությունների հրաշագործ զորությամբ մեր բարդ ու վտանգաշատ ժամանակներում փորձությունների մեջ մխիթարություն պիտի գտնենք, ուժ առնենք նեղությունները դիմագրավելու, բարոր կյանք ու լուսավոր ապագա կերտելու։ Սուրբ Էջմիածնի տոնի այս նվիրական օրը առաքյալի խոսքով պատգամում ենք ձեզ։ Հաստատուն մնացեք հավատքի մեջ, քաջ եղեք, զորացեք, ձեր ամեն ինչը սիրով թող լինի։ Հավատարիմ մնացեք Քրիստոսահիմն Սուրբ Էջմիածնին, ձեր ինքնությանը, հաստատակամությամբ պաշտպանեք մեր պատմությունն ու սրբազան մեր արժեքները, մեր հավատքը, սրբությունները և նախանձախնդիր եղեք ազգաշեն ու հայրենօգուտ բարի գործերի մեջ։ Ապրեք համերաշխությամբ, միմյանց հանդեպ հոգատարությամբ և միշտ ընթացեք աստվածահաճո ուղիներով։ Հավատում ենք, որ մեր ժողովրդի սերն առ Աստված և նվիրում առ հայրենին ամուր հիմք ու երաշխիք են մեր համընդհանուր իղձերի ու տեսիլքների իրականացման, մեր խաղաղ ու անվտանգ կյանքի։ Այս հոգենորոք օրը հայրապետական մեր գնահատանքն ենք բերում ձեզ և մեր բոլոր զավակներին, ովքեր մշտապես, ինչպես և եկեղեցու դեմ իրականացվող դատապարտելի արշավի այս օրերին, իրենց անսակարգ սերն ու աջակցությունն են ցուցաբերում մայրաթոր Սուրբ Էջմիածնին և Հայաստանի այս առաքելական մեր Սուրբ եկեղեցուն։ Միասնական աղոթքով հայցենք հավատքի մեր հայր
Սուրբ Գրիգոր Լուսավորչի և Սուրբ Տրթատ Թագավորի բարեխոսությունը, որ Տիրոջ խաղաղությունը հաստատվի աշխարհում, ապահով ու անխռով լինեն մեր հայրենիքն ու աշխարհասփյուռ ժողովուրդը, միշտ առաջնորդվելով Սուրբ Էջմիածնի ճառագող, աստվածապարգև հավատով ու հույսով։ Աղոթենք Արցախի մեր քույրերի ու եղբայրների համար, զորակից լինելով նրանց նեղությունների ու դժվարությունների հաղթահարման գործում։ Աղոթենք Ադրբեջանի կողմից գերեվարված մեր զավակների ազատ արձակման, ինչպես նաև մեր երկրում անիրավի կալանավորված մեծանուն բարերար Սամվել Կարապետյանի ազատության համար։ Խնդրենք ամենակարից, որ իր Սուրբ Աչքի պահպանությունն ու հավանին և Քրիստոսադրոջ Սուրբ Էջմիածնի առատ օրհնությունները միշտ տարածյալ լինեն մեր ազգի և հայոց աշխարհի վրա։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհները, սերը և խաղաղությունը թող լինեն մեզ և ամենքի հետ այսօր և միշտ և հավիտյանս ամեն։